Բարև ձեզ, ես Արտաշատ Բաղրատն է եւ մեր եթերում է այսօր պատմական ակնարկ նախագիծը։ Այսօր ես կպատմեմ ձեզ հունական դիցաբանության մասին։ Հին հույները հավատում էին շատ աստվածների գոյությանը։ Իրենց պատկերացումով բոլոր աստվածները ապրում էին Օլիմպոս լեռան վրա։ Հիմնականում իրենց օրը անցկացնում էին ուրախության մեջ, սակայն իրենց հետ կատարվում էին տարբեր հետաքրքիր պատմություններ։ Այդ աստվածների եւ պատմությունների միջոցով հույները բացատրում էին այն, ինչ չէին հասկանում։ Գերագույն աստվածը Զևսը, որը համարվում էր որոտի եւ կայծակի տիրակալը, իշխում էր բոլոր աստվածների վրա։ Նա ուներ եղբայրներ եւ քույրեր։ Պոսեյդոնը ծովերի աստվածը, Աիդը դժոխքի աստվածը, Դեմետրը աստվածուհին, պտղաբերության եւ գյուղատնտեսության տիրուհին։ Զևսը ուներ կին, Հերան, ընտանիքի աստվածուհին եւ շատ երեխաներ։ Օրինակ Հերկուլեսը, Աֆրոդիտան, Արեսը, Աֆինան եւ այլոք։ 5 հետաքրքիր փաստ հին դիցաբանության մասին։ Առաջին փաստ։ Հին հույների աստվածները նման էին մարդկանց, իրանք ունեին մարդկանց տեսք եւ զգացմունքներ։ Ի տարբերություն օրինակ եգիպտական աստվածների, որոնք ունեին մարդու մարմին եւ կենդանու գլուխ։ Փաստ 2։ Հունական աստվածները եղել են տարբեր արվեստների եւ արհեստների հովանավորներ։ Օրինակ Եֆեստոսը, որն իր հոր Զևսի համար պատրաստում էր կայծակներ, բոլոր դարբինների հովանավորներ։ Փաստ 3։ Կային նաեւ կիսաաստվածներ, ովքեր մարդկանց եւ աստվածների երեխաներն էին։ Փաստ 4։ Հին հունական դիցաբանության տարբեր առասպելների կենդանիների հիմքը վերցրած իսկական դինոզավրների մենասորտներից։ Օրինակ Գրիֆոնը կամ արծվարյուծը, որը Պրոցատերոպտոսի նմանակն է։ 5-րդ փաստ։ Զևսի արձանը աշխարհի 7 հրաշալիքներից մեկն էր։ Այն տեղադրված է Օլիմպիայի տաճարում, որտեղ անցկացվում էին հին օլիմպիական խաղերը։ Այսօր այսքանը կտեսնենք հաջորդ տեսանյութում։ Այսօր ձեզ հետ Բաղրատներ։